Մեր թեման ինչ որ սկսեցինք Մատթեոսի 12-րդ գլխից, եւ եթե հիշում եք, մենք սկսեցինք խոսել, որ Հիսուսին մերժումը դատապարտելի է։ Այսինքն, որևիցե պարագայում, եթե ես օրինակի համար որոշում եմ կայացրել, որ չեմ հետևելու Հիսուսին, Եվ այս հատվածի սկզբում մենք տեսանք, որ այն ամեն ինչ, որ Տեր Հիսուս Քրիստոսը անում էր, վկայակոչում էր նրա ով լինելուն, որպես Մեսիա, որպես Թագավոր, որպես խոստացված փրկիչ, որ եկել էր փրկելու մարդկանց իրենց մեղքերից։ Եկեք հատվածը եւս մեկ անգամ կարդանք, վերհիշենք եւ դրանից հետո արդեն կանդրադառնանք երրորդ հատվածին։ Մատթեոս 12:22-ից 37, եթե դեմ չեք, եկեք ոտքի կանգնենք եւ միասին կարդանք այս հատվածը։ Մատթեոս 12:22-ից 37։ Մատթեոս 12:22-ից 37։ Այդ ժամանակ Հիսուսի մոտ մի կույր ու համր դիվահար բերվեց, եւ նա բժշկեց նրան, այնպես որ կույր ու համրը եւ տեսավ եւ խոսեց։ Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ ու ասում էր. «Միթե սա է Դավթի որդին»։ Սակայն փարիսեցիները լսեցին եւ ասացին. «Դա դևերին այլ կերպ չի անում, եթե ոչ դևերի իշխան Բելզեբուղի միջոցով»։ Հիսուս նրանց մտքերը հասկանալով ասաց. «Ամեն թագավորություն, որ իր մեջ մասնատված է, կավերվի, եւ ինքն իր մեջ մասնատված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվում է, արդ նրա թագավորությունը ինչպես կանգուն կմնա։ Եվ եթե ես դևերին Բելզեբուղի միջոցով եմ հանում, ապա ձեր որդիներն ինչով են հանում, դրա համար էլ նրանք ձեր դատավորները կլինեն։ Իսկ եթե ես Աստծո հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծո արքայությունը հասել է ձեր վրա։ Կամ ինչպես կարող է մեկը հզոր մարդու տուն մտնել ու նրա ունեցվածքը հափշտակել, եթե նախ այդ հզորին չկապի եւ հետո նրա տունը կողոպտի։ Իսկ ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, եւ ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Դրա համար ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայոյանք մարդկանց կներվի, բայց հոգու դեմ հայոյանքը մարդկանց չի ներվի։ Ով մարդու որդու դեմ որևիցե բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի, ոչ այս աշխարհում, ոչ էլ հանդերձյալում։ Եթե ծառը լավը համարեք, նրա պտուղը եւս լավը կլինի, իսկ եթե ծառը վատը համարեք, նրա պտուղը եւս վատ կլինի, որովհետեւ ծառը իր պտղից է ճանաչվում։ Իժերի ծնունդներ, դուք ինչպես կարող եք բարին խոսել, երբ չար եք, որովհետեւ բերանը սրտի լիությունից է խոսում։
Բարի մարդը իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։ Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես։ Ամեն, աղոթենք։ Մեր երկնավոր Հայր, իրապես ողջ փառքն ու գոհությունը քեզ ենք ուղղում։ Եվ աղոթում եմ Տեր, որ հիմա մեր միտքը բացես քո խոսքը ճանաչելու եւ Տեր ճշմարտապես դեպի քեզ նայելու Տեր Հիսուս, որտեվ դու ես խոստացված թագավորը, դու ես արդարների արդարը, դու ես ամենից վեր մեր փրկիչն ու մեր Տերը։ Աղոթում եմ Տեր, որ իրապես այս հասկացողությունը գանք եւ խոնարհվելով քո առաջ ընդունենք քո կամքը, քեզ հնազանդվելով ծառայենք մեր ողջ կյանքի ընթացքում Տեր։ Որտեվ դա է մեր բանական պաշտոնը Տեր։ Մեզ ողորմիր, գթա ու դու փառավորվիր։ Հիսուսի անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Ինչպես որ արդեն իսկ կրկնեցի, պետք է հիշենք մի կարևոր իրադարձություն կամ իրողություն, որը որ ողջ 4 ավետարաններում իրականում տեսնում ենք։ Հիսուսի գործերը բացահայտում են նրա ինքնությունը, նրա ով լինելը։ Հիսուս հենց այնպես հրաշքներ չէր անում։ Հիսուս հենց այնպես նշաններ չէր անում։ Հիսուս հենց այնպես ուղղակի չէր քարոզում։ Ամեն բան ուներ կոնկրետ նպատակ, ցույց տալու թե ով է իրենց առջև կանգնած։ Ով էր Հիսուս Քրիստոս։ Եվ հիշեք, դրանց բոլորի մերժումը բերում էր դատաստանի։ Կամ ընդունում ենք, կամ մերժում ենք, այլընտրանք գոյություն չունի։ Եվ մենք խոսեցինք, որ Տեր Հիսուս Քրիստոս այստեղ բերում է 3 հիմնավորում։ Արդեն խոսեցինք տրամաբանական հիմնավորումը, որտեղ որ Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ ցույց տվեց, որ փարիսեցիների հակադրությունը ինչ էր, անտրամաբանական էր։ Որևիցե պարագայում իմաստ չուներ։ Երկրորդը մենք խոսեցինք վարդապետական հիմնավորման մասին, եւ երրորդը հիմա այսօր խոսելու ենք բարոյական հիմնավորման մասին։ Ուրեմն բարոյական հիմնավորումը։ Նայեք, մարդու վերաբերմունքը Հիսուսի նկատմամբ բացահայտում է նրա սիրտը, ինչ կարգավիճակում է գտնվում։ Այսինքն ինչպիսի վերաբերմունք, որ ես ունեմ կամ ցույց եմ տալի Քրիստոսի նկատմամբ, իրականում ցույց է տալի իմ սրտի կարգավիճակը։ Որովհետև եթե իմ սիրտս Տիրոջն է պատկանում, իմ որոշումները, իմ քայլերս ցույց են տալու, որ ես հնազանդ եմ ում Տեր Հիսուս Քրիստոսին։ Եթե ես անհնազանդ եմ Տեր Հիսուս Քրիստոսին, դա ցույց է տալիս նորից իմ վերաբերմունքում նկատմամբ Հիսուս Քրիստոսի նկատմամբ, այլ երկրորդ տարբերակ չկա։ Հետևաբար, երբ որ փարիսեցիները մեղադրում են Հիսուս Քրիստոսին, այդ մեղադրանքի մեջ մենք տեսնում ենք, որ տրամաբանություն չկար, ոչ միայն տրամաբանություն չկար, այլ նաև Աստծո գործերը սկսել էին ինչ անել, չարին վերագրել։ Իսկ Հիսուսի գործերը վկայում էին, որ Աստծո արքայությունը արդեն ինչ է եղել, մոտեցել է։ Եվ շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ Հիսուս խոսում է, որ իրենց այդ քայլերը նաև բարոյական չեն։ Հիշեք առաջինը, չկա միջանկյալ կարգավիճակ։ Չկա միջանկյալ կարգավիճակ եւ սրա մասին Հիսուս մի քանի անգամ խոսում է։ Եվս մեկ անգամ 30 համարը կարդանք ուշադրություն դարձեք։ Նայեք ինչ է ասում Տեր Հիսուս Քրիստոս։ Ով ինձ հետ չէ, ինչ է, ինձ հակառակ է։ Ուշադրություն դարձեք, որ այս հատվածում կամած Տեր Հիսուս Քրիստոս ինչ է անում, խստացնում է իր խոսքերը։ Այլ ամենակտրուկ եւ ամենաուղղակի կերպով հայտարարություն է անում։ Հիսուս հայտարարում է, որ իր հանդեպ չեզոք դիրք գոյություն չունի։ Լսում եք։ Չեզոք դիրք գոյություն չունի։ Ընդհանրապես հայերը այդ սովորությունն ունեն։ Որոշները մտածում են, ասում են, դե մենք կարող ենք կողմնորոշված չլինենք կամ միջին մակարդակում լինենք։ Շատ դեպքերում մեզ էս են ասում են, ձեր պես ծայրահեղ չենք, այսինքն տենց ձեր նման հավատացյալ չենք, ձեր նման տենց տեղեր չենք հավաքվում եւ այլն, ձեր նման մի քիչ ավելի ճակերտներ, շեղված չենք։
Բայց ոչ էլ վատը չենք։ Մենք սովորական կյանքով ապրում ենք ու սկսում են դրանից հետո թվարկել որոշ պատվիրաններ, որ պահում են։ Դե չենք գողացել, չենք սպանել, շնանալու մասին չեն խոսում մեծամասամբ, որտեղ վախենում են տղամարդկանց մեծ մասը։ Նայեք, այս տրամաբանությունը չի գործում Հիսուսի մոտ։ Շատ հստակ է եւ կտրուկ է Տիրոջ խոսքերը։ Կամ Տիրոջ հետ ես, կամ Տիրոջը հակառակ ես։ Պողոս առաքյալը նույնպես Եփեսացիս 2-րդ գլխում դրա մասին է խոսում, որ մենք բոլորս ժամանակին մեռած լինելով մեր մեղքերի մեջ հնազանդվում էինք սատանայի կամքին, երբ որ ինքներս մեր կամքն էինք կատարում։ Եվ էության բարկության արժանի որդիներ էինք։ Այսինքն, եթե ես Քրիստոսինը չեմ, ես ում եմ պատկանում, սատանային եմ պատկանում։ Եվ բնական է, եթե սատանային եմ պատկանում եւ սատանայի ընթացքով եմ քայլում, ում եմ հակառակ լինելու։ Տիրոջը Աստծուն հակառակ եմ լինելու։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ ասում է. ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է։ Ինձ դեմ է։ Իմ դեմ է գործում։ Ինչքան էլ որ նույնիսկ այդ մարդկանց գործերը բարոյական տեսանկյունից լավ է Երևան։ Դե բոլորը Ստալին չեն։ Դե բոլորը Հիտլեր չեն, հասկանում եք ասածս։ Չեն գնում ծայրահեղության, բայց երբ որ նայում եմ գլոբալ այդ մարդու կյանքը հակառակություն է Աստծուն, որովհետև նրա բարի գործերի մեջ նույնպես ինքն է փառավորվում, ոչ թե Աստված։ Այնինչ իր կյանքը, ողջ կյանքը պետք է փառավորերում Աստծուն։ Այս խոսքը ուղիղ առաջին հերթին ուղղված էր այն ժամանակ փարիսեցիներին։ Ինչի որտև իրանք էին կանգնած կոնկրետ Հիսուսի առաջ եւ որոշ առումով փորձում էին չեզոքություն պահել։ Գիտեք ինչու։ Որովհետև միշտ վտանգը կար, որտև ժողովուրդը կասկածներ ուներ։ Հիշում եք ամենասկիզբը, երբ որ կարդացինք ինչ ժողովուրդը ինչ արձագանքեց։ Ասեց սա է, գուցե սա է Դավթի որդին։ Այսինքն Հիսուս Քրիստոս եւ դրանից առաջ նույն օրինակի համար տեսնում ենք Հովանես Մկրտիչը որոշակի գործողություններ էին անում, որ մարդիկ որոշ առումով կասկած ունեին։ Այն ամեն ինչ որ կատարում են տվյալ մարդիկ, չի կարա զուտ սովորական մարդը կատարի։ Ուրեմն գուցե ինչ որ մի բան կա այդ խորքին։ Եվ փարիսեցիները ուղիղ կերպով չէին կարող ասեն, չէ, մի հետևեք Հիսուսին։ Մի հետևեք, չգիտեմ, Հովանես Մկրտչին եւ այլն, որտեղ ասում է վախենում էին մարդկանցից։ Վախենում էին, որ կորցնեին այն հեղինակությունը, որ ունեին մարդկանց շրջանակում։ Դրա համար ուղիղ արճակատման շատ դեպքերում չէին անում։ Այս դեպքում էլ Հիսուս մի ուրիշ տեղ էր, մի sense կողքից ուղակի sense միտք են մտցնում, ժողովուրդ ջան, դրանով մի խապտվեք։ Գուցե Բեզեբուղի միջոցով անում, այսինքն ուղիղ Հիսուսի հետ արճակատման չեն գնում։ Եվ Հիսուս ինչ է ասում։ Ասում է չկա այդ տարբերակը։ Երրորդ տարբերակ ձեզ հետևից sense հերու դիստանցիա պահելով որևիցե պարագայում մի կարծեք, որ ոչ ստեղ ենք, ոչ էլ ընդեղ ենք։ Իմացեք, որ ինչ կարգավիճակում եք գտնվում, հակառակ կարգավիճակում եք գտնվում։ Դեմ եք։ Դու չես կարող պարզապես կողքից դիտորդ լինել։ Դե ես կգամ լավ Կիրակի օրերը համոզեցիք։ Ես իմ աթոռը կզբաղեցնեմ, ներկաս կստանամ եւ դրանից հետո կգնամ տուն իմ կյանքը զվայելելու։ Նորից այդ երրորդ տարբերակը չկա ժողովուրդ ջան։ Կամ Քրիստոսինն եք, Քրիստոսի մոտ եք, Քրիստոսի ոտքերի հետքերով եք քայլում ամեն օր, ամեն վայրկյան, ամեն պահ, կամ նրան հակառակ եք։ Առաքելական եկեղեցում այս ձևի մի հասկացողություն կա, որ երկար ժամանակ եթե պատարագին մասնակցել ես, եթե օրեր են լինում, որ չես մասնակցում, Աստված իր հրեշտակներին աղարկում, որ քո տեղը մասնակցեն, որ ներկան ստանան։ Գիտեք, այդ ներկա ստանալու համար չենք մենք ստեղ։ Մենք չենք գալիս ստեղ, որպեսի մի հատ էլ ավելացրեցի, սենց ասած արարք, որպեսի փրկվեմ։ Փրկությունը հավատքով է եւ գործերից չէ, որևիցե բան չեք կարող ավելացնել ձեր փրկությանը։ Բայց հասկացեք, եթե փրկված եք, այդ փրկությունը գործերով երևալու է։ Հետևաբար ամեն ձեր օրը, ամեն մի քայլը, ամեն մի միտքը պետք է ցույց տա, որ ում եք պատկանում Քրիստոսին։ Ինչի չեզոքություն չկա, որտեվ Հիսուս պարզապես ուսուցիչ չէր։ Եվս մեկ ուսուցիչը չէր, ռաբին չէր, որ եկել էր սովորեցնելու, որ մենք կարենք իր մտքի հետ հակառակվենք։ Դե ես սենց կարծիք ունեմ, մեկ ուրիշ էս ձև կարծիք ունի եւ այլն եւ այլն։ Չէ, ժողովուրդ ջան։ Հիսուսի ասածը բացարձակ ճշմարտություն էր։ Դրանից այն կողմ ոչ մի բան ոչ կարաս ավելացնես, ոչ է պակասացնես։
Կամ ընդունում ես դա, կամ ինչ ես անում, մերժում ես, որովհետև Տեր Հիսուս Քրիստոս Աստծո որդին էր, Մեսիան և Թագավորը, ապա ձեր արձագանքը այդ ամեն ինչին իր հետևանքը ունենալու է, հիշեք մի բան, Թագավորի նկատմամբ անտարբերությունը նույնպես գիտեք ինչ է, վերաբերմունք է, բայց այդ վերաբերմունքը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենա, առավել ևս երբ որ խոսում ենք ամենակարող Աստծո, ամեն բանի արարչի մասին, բացի դրանից նաև Հիսուս Քրիստոս ավելի է խորացնում խնդիրը, ասում է ով ինձ հետ չի հավաքում, ինչ է անում, ցրում է, այսինքն երկրորդ արտահայտությունը շատ ավելի է խորացնում այս միտքը, ոչ միայն ինձ հակառակ եք, այլ ակտիվ կերպով եք հակառակ, այսինքն այն ինչ որ ես անում եմ, հավաքում եմ, ով էր հավաքում իր հոտին, հովիվը, որը որ հավաքում էր հոտը, հավաքում էր իր ժողովրդին, ասում է դուք եթե ինձ հետ չեք հավաքում, ուրեմն ինչ եք անում, ցրում եք, Մատթեոս 23:15-ում Հիսուս Քրիստոս նկարագրությունն է տալի փարիսեցիների գործունեության, մի կարծեք, որ փարիսեցիները այս տրամաբանությունն ունեին, այսինքն նստած էին ու ոչ մի բան չէին անում, իրանք ակտիվ գործունեություն ունեին, ակտիվ քարոզություն էին անում, ակտիվ ուսուցում էին անում, ակտիվ ավետարանչությունն էին անում, իրենց ավետարանչությունը, նայեք ինչ ասում Հիսուս, վայ ձեզ կեղծավորների, դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսի մեկին նորահավատ դարձնեք, ուշադրություն դարձեք, մենք շատ դեպքերում այս ջիղը, այս եռանդը շատ դեպքերում մենք չենք ունենում, մենք ունենք այս ճշմարտությունը, բայց նման ձևով չենք վազում, մի ուրիշ աղանդավոր շարժում էլ կա, Յովայի վկաները, ժամանակին բավականին ակտիվ էին, մինչև օրենքի շրջանակում չսահմանափակեցին իրենց, բայց այնուամենայնիվ ուշադրություն դարձեք, այդ սուտը ունեն ու պատրաստ են սարեր ու ձորեր անցնելու, որպեսզի այդ սուտը տարածեն, ինչի որտև այդ հասկացողությունը միշտ կա, գործեր անեմ, որպեսզի ինչ անեմ, փրկվեմ, արդարություն շահեմ, ավելի Աստծո առաջ բարին լինեմ, բոլոր կրոնները դրա մասին են խոսում, իսլամները խոսում գործերով փրկության մասին, հինդուիզմն է դրա մասին խոսում, հուդայականությունն է դրա մասին սովորեցնում, ամեն մի կրոն սովորեցնում է, որ գործերով եք փրկվելու, դրա համար այս եռանդ, այս ջանքը մարդիկ դնում են, բայց շարունակությունը ավելի հետաքրքիր է, ասում է երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձում, այսինքն ձեզանից ավելի վատն եք դարձնում, ինչ ստացվեց, բոլոր նրանք, ովքեր որ Հիսուսի հետ չեն հավաքում, ինչ են անում, ցրում են, ավելի են վատը դարձնում, ավելի են ահավոր դարձնում, Մակարդուրը հետևյալն է ասում է, որ Քրիստոսի հանդեպ անտարբերությունը իրականում թաքնված թշնամություն է, որտև չընդունել թագավորին նշանակում է հրաժարվել նրա իշխանությունից, որտև եթե ես ընդունում եմ, որ թագավոր կա, եթե ես ընդունում եմ, որ արարիչ կա, նշանակում է, որ ես ինչ պետք է անեմ, հնազանդվեմ այդ արարչին, հնազանդվեմ այդ արարչի խոսքերին, հնազանդվեմ այն ամեն ինչին, ինչ որ այդ թագավորը ասել է, ու գիտեմ մի բան, եթե ես չեմ հնազանդվում ու չեմ հնազանդվում, ես գիտեմ, որ այդ թագավորի առաջ պատասխան եմ տալու, դրա համար ամենահեշտ տարբերակն ասել Աստված չկա, կամ դե ինչ որ մի բան կա, բայց դե չգիտենք, այսինքն ինչ ենք անում, թաքնված թշնամությունը այդ ամեն ինչը, այս խոսքերը իրականում ամեն մեկիս կյանքում կարևոր հարց է, որ մենք ինքներս պետք է տանք, ինչ դիրք ունեմ ես Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, դուրս գանք մարդկանց հարցնենք Աստծուն հավատում ես, 99% մարդկանց ասելու այո հավատում եմ, իսկ եթե ասես Հիսուս ով է քեզ համար, ասելու են աղանդավոր ես, ինչի որտև ստեղ արդեն ավելի ես կենտրոնացնում, ու մարդը արդեն պետք է այդ հստակ դիրքորոշումը հայտնի, որտև ընդհանրական ինչ-որ վերացական Աստծուն, լավ հավատում եմ, խնդիր չկա, կընդունեմ, փոքրուց ասեն են կա, դե ես էլ եմ ընդունում։ Ոստեղ խնդիրը ինչ կարծիք ունենք կրոնի մասին, ինչ ենք մտածում եկեղեցու մասին, որքան լավ գիտես Աստվածաշունչը եւ այլն եւ այլն։ Ոստեղ կոնկրետ հարցս հետեւյալն է. ով է Տեր Հիսուս Քրիստոս քեզ համար։ Դու Հիսուսի հետ ես, թե նրան դեմ ես։ Երրորդ տարբերակը չկա։
Հիսուսի հանդեպ մեր վերաբերմունքը հիշեք ցույց է տալի մեր սրտի կարգավիճակը։ Ամեն պարագայում։ Ինչ ես անում եմ, այն ճշմարտության հետ, որ գիտես Հիսուսի մասին։ Ինչ ես անում։ Այսքան քարոզներ ենք լսում, այսքան խոստ ենք կարդում, այսքան ուսումնասիրում ենք, ինչ ենք անում այդ ճշմարտության հետ։ Ուղղակի գլուխները սա մեծանում, բայց սրտներս փոքր է, գործնականում որովհետև ոչ մի բան չենք անում։ Հասկանում եք, այս ամեն ինչը վերջի իրականում դատաստանի է մեզ պատրաստում։ Որտեվ վայ նրանց, ովքեր որ գիտեին ու ինչ արեցին, մերժեցին, անհնազանդ գտնվեցին։ Գիտելիքն ինքն իրանով չի փրկում, այլ փրկում է միայն ու միայն Տեր Հիսուս Քրիստոս։ Այսպիսով 30 համարը շատ հստակ սովորեցնում է, որ միջանկյալ կարգավիճակ չկա, կամ Հիսուսի հետ ես, կամ Հիսուսի թշնամին ես։ Երկրորդը, Հիսուսին մերժողը մերժում է նաև Սուրբ Հոգուն։ 31-ից 32 համարները։ Ասում է դրա համար ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայոյանք մարդկանց ինչ կանի, կներվի, բայց հոգու դեմ հայոյանքը մարդկանց չի ներվի։ Ով մարդու որդու դեմ որևիցե բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի, ոչ այս աշխարհում, ոչ էլ հանդերձյալում։ Նայեք, շատ մարդիկ կան, որ ընդհանրապես այս խոսքերը կարդում են ու տարբեր հարցեր են տալիս։ Ինչ է Սուրբ Հոգու դեմ հայոյությունը։ Արդյոք հնարավոր է, որ մարդը գործած լինի այնպես մի մեղք, որ ներում չստանա։ Արդյոք հնարավոր է այսօր այդ մեղքը գործել եւ այլն, ու իրականում այս հատվածը շատ, ասենց ասած, տարբեր մեկնաբանություններով ընդհանրապես աճել։ Ու ես ուզում եմ մի քանի բանի վրա ուշադրություն դարձնեմ, նորից ժամանակի, ասենց ասած, սղության պատճառով չեմ կարող ամեն մի դետալին անդրադառնամ, բայց ուզում եմ մի քանի նրբություններ փորձենք առանձնացնենք։ Նայեք, երբ որ մենք խոսում ենք, որ կոնկրետ հատվածի վերաբերյալ միշտ պետք է հասկանանք ինչ կոնտեքստում էր Տեր Հիսուս Քրիստոս ասում։ Որտեվ եթե կոնտեքստից դուրս եմ հանում, դրա հետ կապված բավականին շատ խնդիրների առաջ կարող եմ կանգնել։ Եվ երբ որ մենք նայում ենք կոնկրետ իրավիճակը, հիշում եք ինչ իրավիճակ էր։ Հիսուս Քրիստոս իր գործերը, իր ուսուցումը, ամեն ինչ էր մատնանշում, որ ինքը Մեսիան է, խոստացված թագավորն է, որ այդ ամեն ինչը Աստծո զորությամբ է կատարում։ Փարիսեցիները դրա մասին շատ լավ գիտեին, այսինքն այնպես չէր, որ գիտելիքի պակաս ունեին կամ խնդիր ունեին չհասկանալու։ Այդ առումով շատ հստակ հասկանում էին եւ նույնիսկ գիտակցաբար իրենք գիտեին, որ այս ամեն ինչը ինչ է, Աստծուց է։ Կհիշեք Նիկոդեմոսը, որ փարիսեցիներից էր, չէր ուզում բացահայտ բոլորի առաջ գնալ Հիսուսի մոտ, երբ որ մթության մեջ գնաց, ասեց գիտեմ, այսինքն գիտեմ, մենակ ես չէ, մենք բոլորս էլ դա հասկանում ենք, մեր շրջանակում կարող է նույնիսկ քննարկում է գնում, լավ ժողովուրդ ջան, ինչ անենք։ Տեսնում ենք այս մարդու արածը Աստծուց է, ինչ անենք։ Վերջնական որոշումը արդեն կայացել են, ավելավա սպանենք, թեման փակվի բրծնի։ Այս ամեն ինչի մասին շատ հստակ գիտեն, բայց ինչ են անում, նպատակային մերժում են դա, եւ ոչ միայն մերժում են, այլև հակառակ են մնում, ասում են սատանայից է։ Սատանայից է այդ ամեն ինչը։ Դրա համար երբ որ մենք խոսում ենք, ուշադրություն դարձեք, նայեք ինչ է ասում է ամեն մեղք եւ հայոյություն կներվի մարդկանց։ Ուշադրություն դարձեք, այս հատվածի մեջ մենք Տիրոջ խստությունը չենք տեսնում, այլ հակառակը ողորմությունն ենք տեսնում, որ Տերը պատրաստ է ամեն մեկին, ամեն մեղքի շրջանակում ինչ անելու, ներելու։ Եթե կա խոստովանություն, եթե կա զղջում, եթե կա Տիրոջ առաջ խոնարհ կերպով գալով հասկացողություն, որ Տեր Հիսուս Քրիստոսի թափված արյունը իմ բոլոր մեղքերը ինչ կանի, կների։ Որ մեղքերի մասն է խոսքը գնում։ Անցյալ, ներկա, թե ապագա։ Բոլոր։ Եվ այո, այս հատվածի մեջ Տերը քաջալերական ասում է, որ այն բոլոր մեղքերը, որ անում ենք, նույնիսկ հայոյությունը կներվի։ Բայց մի հատ բայց կա։ Նայեք, այս բայցը կապված էր Սուրբ Հոգու դեմ հայոյությունը չի ներվի, որ պարագայում չի ներվի։ Նայեք, որտեվ Սուրբ Հոգու գործը հենց մարդկանց բերելն է Աստծո մոտ։ Այսօր Լևոն եղբայրս էլ մի փոքր անդրադարձավ այդ հարցին։ Սուրբ Հոգին է, որ մեզ բերում է այդ հասկացողությանը, բացում է մեր սիրտը, բացում է մեր ականջը, բացում է մեր սիրտը, որպեսզի մենք տեսնենք ու դարձի գանք։ Եթե մենք մերժում ենք Սուրբ Հոգու կանչը, այլևս այլ փրկության ճանապարհ չկա։ Ինչ տեսան փարիսեցիները։ Փարիսեցիները տեսան մի մարդով, որ կույր էր, տեսավ։ Համր էր, խոսեց։
Դիվահարված էր, ազատագրվեց, ասցին սատանայից է։ Ինչ արեցին, ուղիղ կերպով մերժեցին եւ հայոյեցին։ Ժողովուրդը այդքան էլ հասուն չլինելով գիտության մեջ ասին միթե սա Դավթի որդին չէ։ Այսինքն այն ինչ որ կատարվում է, ժողովուրդ ջան, չեն կարա թաքուն պայենք, չեն կարա այլ բան անենք, ու սա գիտակցաբար մերժում էր։ Ուշադրություն դարձեք, խնդիրը նրա մասին չէր, որ նրանք օրինակի համար Աստվածաշունչը չգիտեին։ Խնդիրը նրա մասին չէր, որ նրանք, չգիտեին 5 տականի խոստումները, չգիտեին Հիսուսի կատարած գործերը ինչ պետք է աներ։ Նրանք լսել էին, տեսել էին Հիսուսի գործերը, լսել էին նրա խոսքերը, չէին կարող ազնվորեն ասել, որ այս ամեն ինչ Աստծուց չի, կամ մենք չգիտենք, չենք լսել։ Նրանց խնդիրը գիտելիքի պակասը չէր, այլ գիտեք ինչն էր, ապստամբ սիրտներ։ Սրտի կարգավիճակներ, որ նրանք որոշում կայացրեցին Աստծո զորությունը անվանել սատանայից։ Ինչու չի ներվում, որտեվ այլ փրկության տարբերակ չկա։ Եբրայեցիս նամակի մեջ դրա մասին շատ հստակ հեղինակը խոսում է։ Ասում է, եթե Քրիստոսի արյունը ձեզ համար բավարար չէ, այլ ճանապարհ փրկության չկա։ Չկա, ուղղակի չկա։ Հիսուս Քրիստոսը ինքը ասեց. «Միակ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը ես եմ, հոր մոտ չեք կարա գնա, եթե ոչ ինձանով»։ Այլ տարբերակ չկա, եթե այլ տարբերակ լիներ, սիրելիներ, ստեղից կներկայացնեի ձեզ։ Կասեի, չգիտեմ, մոմ վառեք, գնացեք Սուրբ Հովանես, եւ այլն, ինչ որ ծիսական արարողությունների մասնակցեք ու կփրկվեք, կամ կարող է փրկվեք։ Բայց ժողովուրդ ջան, չկա այլ տարբերակ։ Չկա այլ տարբերակ, փրկության այլ ճանապարհ չկա։ Դե համար Սուրբ Հոգին, երբ որ բացում է մեր սիրտը, մենք պետք է ինչ անենք, ուղղակի խոնարհությամբ ընդունենք Տեր Հիսուս Քրիստոսի կատարած զոհը, որտեղ այլ փրկության ճանապարհ չկա։ Հիմա նորից վերադառնում եմ այս հարցին. արդյոք այսօր հնարավոր է այդ մեղքը գործել, թե ոչ։ Նայեք, նորից երկու մոտեցում կա, հիմնական երկու մոտեցում։ Հետևյալն է, որ եթե Սուրբ Հոգուն, այսպես ասած, գործունեությանը ուղիղ կերպով մերժում ես, դա որոշ առումով փորձում են կապել կոնկրետ այս մեղքի հետ կապված։ Բայց եթե նայում եմ կոնկրետ շատ այլ մոտեցումները եւ որին որ ինքս էլ ավելի հակված եմ, կասեմ հետեւյալը. իրականում այսօր որևիցե մեկը նման կերպով մեղք չի կարա գործել։ Ինչի՞։ Որտեվ Հիսուս Քրիստոս եւ ոչ էլ առաքյալները ֆիզիկապես ներկա չեն այստեղ, որպեսզի այդ հրաշագործություններն անեն եւ մարդը ուղիղ կերպով մերժի։ Որտեվ մենք հավատում ենք, որ այլևս առաքյալներ չկան այն տրամաբանության, որոնք որ 12 կամ 13-ի մեջ էին։ Հիսուս Քրիստոս էլ այնպես չի, որ ֆիզիկապես այստեղ ներկա է եւ այդ նույն գործողությունն է անում, որին որ ուղիղ կերպով պետք է ինչ անենք, մերժենք։ Հետևաբար դա կոնկրետ փարիսեցիներին էր վերաբերվում, որոնք որ ինչ արեցին, տեսան Հիսուս Քրիստոսին, տեսան գործերը եւ ինչ արեցին, ուղակի կերպով մերժեցին։ Եվ առհասարակ ընդհանրապես այդ դեպքում ինչ վերաբերմունք պետք է ունենանք այս ամեն ինչին։ Մենք պետք է լրջորեն վերաբերվենք Քրիստոսին, Քրիստոսի խոսքին։ Եվ ամենավտանգավոր վիճակը այն չէ, որ մարդը դեռ հարցեր ունի, հասկանում եք։ Մենք կարանք հարցեր ունենանք, որոշ առումով գուցե նույնիսկ կասկածներ ունենանք։ Խնդիրը սրա մասին չի։ Խնդիրը նրա մասին է, որ մարդ ուղղակի տեսնի ճշմարտությունը ու սկսի ուղիղ կերպով պայքարել դրա դեմ։ Այդ ժամանակ ուղղակի այլ տարբերակ չկա։ Երրորդը, սիրելիներ, պտուղը եւ ծառը համապատասխանում են։ Պտուղը եւ ծառը համապատասխանում են։ Նույն, այսպես ասած, էությունն ունեն։ 33-ից 35 համարներն ենք նայում։ Հիմա նայեք։ Հիսուս այժմ անցնում է արտաքին գործերից դեպի մարդու ներքին աշխարհը։ Մինչև այս պահը մենք տեսանք, որ փարիսեցիների մեղադրանքը շատ հստակ սխալ էր, անտրամաբանական էր եւ չէր տեղավորվում ոչ վարդապետականին եւ ոչ էլ բարոյականին, եւ ստեղ ավելի ուշադրություն ենք դարձնում, որ Հիսուս Քրիստոս բերում է մի հատ պարզ տրամաբանական օրինակ, որը որ այն ժամանակվա մարդիկ շատ հստակ ինչ էին անում, հասկանում էին։ Ծառի եւ պտղի սկզբունքը 33 համարը։ Ասում է, եթե ծառը լավ համարեք, նրա պտուղը եւս լավը կլինի։ Իսկ եթե ծառը վատ համարեք, նրա պտուղը եւս վատը կլինի, որտեվ ծառը իր պտղից է ճանաչում։ Հիմա նայեք,
Երբ որ առաջին հայացքից մի քիչ հպանցիկ անցնենք, կարող է մի քիչ խնդիր առաջանա, որտեվ ծառը պտղից է ճանաչվում, ինչ առումով ինչի նկատի ունի Տեր Հիսուս Քրիստոս։ Նայեք, երբ որ մենք հեռվից ծառը նայում ենք, գուցե չմոտենալով, մենք չկարողանանք տարբերել։ Օրինակի համար շատ ծառեր կա, որ նայում եմ, նման են, ու եթե նույնիսկ տերևներ էլ չկա, շատ դժվար է տարբերես, զատես, ինչ ծառա եւ այլն եւ այլն։ Գիտեմ, որ մասնագետներ կան, ովքեր որ նույնիսկ հեռվից կարող են ասել ինչ ծառա եւ այլն, բայց մեծամասնությունը հեռվից որ նայում են, ծառերը շատ չեն տարբերում։ Բայց եթե օրինակի համար ծառի վրա պտուղ կա, սա արդեն բավականին հեշտացնում է գործը, որտեղ երբ որ մոտենաս, տեսնես պտուղը կհասկանաս, որ ինչ ծառա։ Օրինակի համար, եթե թզի ծառա, վրան ինչ է լինելու։ Թուզ է լինելու, չէ, ապերսին չի լինի։ Կամ խաղողի որդը ինչ է տալու, խաղող է տալու։ Եվ ուշադրություն դարձեք, երբ որ ասում է բարի ծառա, դրա պտուղը ինչ է լինելու, բարին է լինելու։ Իսկ եթե չար է ծառը, պտուղն էլ նույնպես չար է լինելու։ Հիմա Հիսուս ինչ է ասում ասի։ Այն ինչ որ ես արեցի, հիմա բարի է, թե բարի չի։ Տրամաբանությունն ասում էր բարի էր, չէ, ինչ արեց։ Բժշկեց, ազատագրեց, հետևաբար ասում է, լսեք, այն պարզ տրամաբանությունը, որ աշխատում է ծառի ու պտղի հետ կապված, եթե իմ գործերը բարի էին, դուք ոնց եք ասում, որ արմատը կամ աղբյուրը չար է, չի լինում տենց, կամ լրիվ ասեք, որ այս գործողություններ էր չար, պտուղներ էր չար, որտև արմատն է չար, կամ եթե գործողությունս բարի էր, ուրեմն անվանեք ծառը նույնպես ինչ, բարի, դրա համար ասում եք կամ ծառը բարի արեք, կամ վատը արեք, այսինքն խաղ մի խաղացեք, հստակ թող լինի, կամ այո, կամ ոչ, կամ իմ հետ եք, կամ ինձ դեմ եք, միջին տարբերակ չի աշխատում, որտեղ որևիցե պարագայում չեք կարող հարմարացնել, որևիցե պարագայում, ձեր կյանքում էլ այդ հստակ օրինակը ունեք, ծառեր տեսնում եք, ու սա անբաժան է, եթե ծառը բարի է, պտուղն էլ բարի կլինի, եթե ծառը չարը, չարն էլ գալու է, դա համար 34 համարի մեջ արդեն տալիս է գնահատականը իրանց։ Ասում է իժերի ծնունդներ, դուք ինչպես կարող եք բարի խոսել, երբ չար եք, ուշադրություն դարձնում եք, Հիսուս խաղեր չի տալիս։ Ասում է քանի որ օծի որդիներ եք, իժերի ծնունդ եք, չար եք ձեր էությամբ, ձեր խոսքն էլ ինչ է, չար է։ Որովհետև այն ինչ որ ես ասում եմ, այն սկզբունքը որ ես ասում եմ, նույնը համապատասխանում է ձեր կյանքին։ Չար եք ձեր էությամբ, դրա համար էլ չարն եք խոսում։ Չարն եք խոսում, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ Ընդհանրապես իժերի ծնունդները արտահայտությունը հիմնականում ավելի կապվում է սատանայի հետ։ Եթե կհիշեք, Հովհաննես Մկրտիչն էլ նույնպես, երբ որ փարիսեցիներին տեսավ, նույն արտահայտությունն ասում իժի ծնունդներ։ Եվ այլն, այսինքն մենք տեսնում ենք նույնիսկ ծննդոցից օծը խորհրդանիշներ կամ կապվում էր սատանայի հետ։ Եվ Հիսուս, երբ որ այս արտահայտությունն ասում, նորից փարիսեցիների համար ու ժողովրդի համար շատ հստակ հասկանալի էր, ինչի մասին է խոսքը գնում։ Հիսուս խաղեր չի տալի եւ հստակ գնահատականն է տալիս։ Քանի որ չար եք, դրանից էլ չարն է բխում։ Ինչպես կարող եք բարի խոսել։ Չեք կարող խոսել։ Չեք կարող, որտեվ բարի չեք։ Որտեվ բարի չեք։ Առակաց 4:23-ում հետաքրքիր մի խոսք է ասում։ Ասում է ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Այսինքն այն ինչ որ ձեր սրտում է, դա էլ ինչ է լինելու, ձեր բերանում է լինելու, դա էլ արտահայտվելու է ձեր բերանից։ Բերանը սրտի լիությունից է խոսում։ Բերանը սրտի լիությունից է խոսում։ Ես հիշում եմ մի անգամ, չեմ հիշում, որ գյուղում էինք, մի տարիքով մարդ կար, հայոյում էր, ավել պակաս խոսում էր եւ այլն, ու փորձում էին կողքիններին մխիթարային ասեն, ինքը բարի է, լավ, բարի մարդ է, պրոստը մի քիչ քյուֆուրչի է, բան, այս կարգ էլի։ Ժողովուրդ ջան, այս տրամաբանությունը չի աշխատում։ Այն ինչ որ կա սրտում, էդ էլ արտահայտվելու է բերանով, էդ էլ արտահայտվելու է գործողություններով, քայլերով։ Այն ինչ որ մեր սրտի ներսն է, դա էլ արտահայտվում է մեր կյանքում։ Գուցե ժամանակավոր մենք կարողանանք այդ ամեն ինչը թաքցնենք։ Դեր խաղանք եւ այլն, բայց երբ որ մի փոքր ճնշում է գալիս, երբ որ մի փոքր խնդիր է լինում, այդ ամեն ինչը ինչ է անում,
դուրս է գալի, արտահայտվում է։ Մատթեոս 6:21 Հիսուսն ասում է, որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ ձեր սիրտը կլինի։ Որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Եթե սիրտդ լցված է Քրիստոսով, խոսքերդ կարտահայտեն ինչ, հավատքը եւ շնորհը, ողորմությունը, Տիրոջ սերը։ Եթե սիրտդ լցված է ոչ Քրիստոսով, ատելությամբ, այդ դեպքում խոսքդ նաեւ լցված կլինի ինչով, ատելությամբ։ Եթե սիրտդ լցված է հպարտությամբ, խոսքերդ նույնպես վկայելու են ինչի մասին, հպարտությանդ մասին։ Սիրտդ ինչով որ լցված է, դա էլ արտահայտվում է քո գործերի մեջ, խոսքերիդ մեջ, մտքերիդ մեջ, քայլերիդ մեջ։ Մեկը մյուսի հետ ուղիղ կապված է։ Նորից եմ ասում, մարդկանց առաջ որոշ առումով դերեր կարող են խաղալ։ Բայց վաղ թե ուշ այդ ամեն ինչն էլ է արտահայտվում։ Բայց Տիրոջ առաջ դեր չենք կարող խաղանք, որովհետև Տերը գիտի մեր, սենց ասած, հայկական այդ արտահայտություն կա, ուղն ու ծուծը։ Այսինքն մեր ողջ էությունը Աստծո առաջ բացված է։ Ինքներս մենք այդքան լավ չենք ճանաչում մեզ, ինչքան Աստվածը մեզ ճանաչում։ Բարի գանձից եւ չար գանձից, ուշադրություն դարձրեք։ Հիսուս 35 համարում ինչ է ասում։ Ասում է, բարի մարդը իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում։ Իսկ չար մարդը չար գանձից է չարիքներ հանում։ Հիմա Հիսուս սկսում է փոխել որոշ առումով պատկերը, ինչ է ասում, որ մարդու սիրտը կարծես վայրը, որտեղ որ գանձերն են հավաքվում, գանձերն են դիզվում։ Եվ յուրաքանչյուր մարդ ունի իր գանձերը կամ իր գանձը։ Եվ այդ գանձը մարդու իրական ինչերն են, արժեքներն են, ցանկություններն են, համոզմունքներն են։ Այն ինչ որ դու ունես սրտիդ մեջ, դրանից էլ ինչ ես անում, հանում ես, ներկայացնում ես, դրանով էլ առաջնորդվում ես։ Բարի մարդը բարի գանձից է հանում բարի բաները։ Իսկ չար մարդը ինչից է հանում, չար գանձերից։ Այսինքն խոսքերն ու գործերը ինչի արտացոլանքն են, սրտի արտացոլանքն են։ Մեկ ասում են աչքերն են սրտի արտացոլանքը եւ այլն եւ այլն, աչքերը շատ բան չեն կարող ասեն։ Այս սիրտից բխում է խոսքերը, գործերը, այն ինչ որ անում ենք։ Մարդ կարա շատ գեղեցիկ աչքեր ունենա, բայց շատ կեղտոտ ու ահավոր սիրտ ունենա։ Ու այդ ամեն ինչը հստակ երևալու է։ Այդ դեպքում փարիսեցիների նորից խնդիրն ինչումն էր։ Սիրտն էր խնդիրը, որտեվ արտաքնապես եթե տեսնեիք փարիսեցիներին, դուք չէիք ասի, որ այս մարդիկ սրտի խնդիր ունեն, որտեվ հատուկ հանդերձներ ունեին, հատուկ օրենքը պահելու հետ կապված այդ բոլոր գրվածներով, ամեն ինչով հստակ պահում էին։ Հիշում եք ինչ էին անում։ Ծոմ էին պահում շաբաթը 3 անգամ, ձեզանից քանիսն է շաբաթը 3 անգամ ծոմ պահում։ Աղոթք էին անում բոլորի առաջ, ողորմություն էին ցույց տալի բոլոր հերոստատեսությամբ։ Այսինքն գործնականում նայում էր, ասում էր, այս ինչ հոգևոր հասուն մարդիկ են։ Այս ինչեր են ասում, այս ինչեր են քարոզում, այս ինչեր են աղոթում, պատրաստ են ավետ անելու, պատրաստ են գնան ամբողջ աշխարհի ծերը, որպեսզի մեկին իրանց նման դարձնեն։ Արտաքին առումով կարծես ամեն ինչ լավ էր, բայց ինչ կար, ներսը խնդիր կար։ Փտած էր, նեխած էին ներսից։ Դրա համար էլ չարն էին արտահայտում, դրա համար այկավ մեկը, ով որ ոչ միայն արտաքնապես էր բարին ու արդարը, այլ նաև ներսից էլ այդ ամեն ինչն անում էր։ Դրա համար երբ որ համեմատվեցին Քրիստոսի հետ, երևաց նրանց իրական ով լինելը։ Դրա համար չէին ուզում ընդունել։ Դրա համար նույնիսկ երբ որ մենք ենք խնդիրներ ունենում, գիտեք ինչ ենք անում, համատվենք վատերի հետ։ Դե ես այն հարևանից նման չեմ։ Ես բամբասկոտ այս մեկին նման չեմ, ես անիծող չեմ, դե ես իրան նման գողություն չեմ արել եւ այլն եւ այլն։ Մենք սկսում ենք ինքներս մեզ համատել ավելի վատ վիճակում գտնվող, որպեսզի մենք ինչ երևանք, լավ երևանք։ Բայց եթե նայենք Տեր Հիսուս Քրիստոսին, նայենք նրա կատարելությանը, կհասկանանք մեր իրական կարգավիճակը։ Կհասկանանք, որ մեր սրտում մենք իրապես կարիք ունենք Տեր Հիսուս Քրիստոսի, որ նա կարա փոփոխություն բերի, որտեղ հակառակ դեպքում ես ուրիշ որևիցե մեկին, որևիցե բանով չեմ տարբերվում, որևիցե առավելություն չունեմ, որտեղ նույն նախանձգոտն եմ եղել, նույն գողն եմ եղել, նույն բամբասողն եմ եղել, նույն անիծողն եմ եղել, գուցե ոչ այդքան արտահայտված ոնց որ ուրիշները։ Եվ կարիք ունեմ նորից ու նորից Տեր Հիսուս Քրիստոսի։
Կարող ենք ընտրել ճիշտ բառեր, լավ տպավորություն թողնել, բայց երբ որ ճնշում է, երբ որ հակառակություն կա, այդ ամեն ինչը երևում է։ Ես այս օրինակը մի քանի անգամ երեխեքի մոտ բերում եմ։ Եթե սպունգը, գիրեք, գուբկան, ջրի մեջ եք թաթախում, հետո այդ սպունգը ճզմեք, ջուր է դուրս գալու։ Այն ինչը, որ ինքը ներծծվել է, դա էլ արտահայտվելու է։ Ձեր քրիստոնեությունը, ձեր ով լինելը երևում է այն ժամանակ, երբ որ նեղության մեջ եք, երբ որ ճնշված վիճակում եք գտնվում, երբ որ ինչ-որ մեկը ձեր ոտքը տրորել է։ Որտեվ եթե ամեն ինչ լավ է, բոլորս էլ սիրող ենք, բոլորս էլ հարգող ենք, բոլորս էլ Քրիստոսին պաշտող ենք, օրհնող ենք եւ այլն եւ այլն։ Բայց վայ մեկը ոտս տրորի, այդ ժամանակ կտեսնեք ինչ եմ ասելու, ինչ եմ անելու։ Ուրեմն ինչ պետք է ասենք, մարդու խոսքերը եւ գործերը բացահայտում են նրա սիրտը, երեխեք։ Ու հիմա կոչս բոլորիս է, մտածենք, տեսնենք, իրապես մեր գործերը վկայում են, որ մենք Քրիստոսին ենք, թե չէ։ Քրիստոս ունեմ, թե չէ։ Փրկություն ունեմ, թե չէ։ Հենց դրա համար է եկե Քրիստոս։ Որպեսզի խոստովանենք մեր մեղքերը, ընդունենք իրեն, որպեսզի ապրենք իրենով։ Այլ երկրորդ տարբերակը չկա։ Եվ վերջացնում եմ, սիրելիներ, սխալ ընտրությունը, հիշեք մի բան, բերում է դատաստանի։ Սխալ ընտրությունը բերում է դատաստանի։ 36-ից 37 համարները։ Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես եւ քո խոսքերից պիտի դատապարտվես։ Հիսուս ինչ է անում, ավարտում է իր ամենալուրջ ինչով, նախազգուշացումով։ Նա սկսեց պատասխանել փարիսեցիներին մեղադրանքին, բայց հիմա ընդհանրական բոլորին է ուղղում այս խոսքը։ Բոլորին է ուղղում, որպեսզի մենք շատ հստակ հասկանանք մի բան։ Այն ամեն ինչ որ մենք անում ենք, վաղ թե ուշ այդ ամեն ինչի համար ինչ ենք անելու, պատասխան ենք տալու։ Ոչ մի բան չի մոռացվելու եւ ոչ մի բան չի անցնելու։ Ամեն ինչի համար պատասխան պետք է տրվի։ Ուղղակի նորից խնդիրը գալիս է հետեւյալը։ Եթե մեր վրա է լինում մեր պատասխան տալը, մենք որևիցե պարագայում պատասխան չենք կարողանալու տալ։ Եթե մեկը չլինի, ով որ իրապես այդ արարքների համար պատասխան չի տա հոր Աստծո առաջ։ Ամեն դատարկ խոսքի համար, նայեք, առաջին հայացքից կարող է թվա, որ ամեն խոսքի կամ անիմաստ ինչ որ արտահայտության մասին է խոսքը գնում, բայց երբ որ ուշադրություն ենք կոնկրետ բառին դարձնում, կոնկրետ բառը նշանակում է անօգուտ կամ անպտուղ, արդյունք չտվող։ Ու Հիսուս չի ասում, որ մարդը դատաստանի է ենթարկվելու պատահական բառի համար։ Լսում եք։ Այլ ասում է, որ երբ որ մենք մտածված, կոնկրետ ինչ ենք անում, խոսքեր ենք ասում, այդ խոսքերը հետևանք են ունենալու։ Երբ որ նպատակային խոսք կա, ու ինչ էին ասել փարիսեցիները, Հիսուս սատանայի զորությամբ է այդ ամեն ինչը անում։ Եվ տվյալ պարագայում մենք տեսանք, որ իրենց սիրտը երևաց։ Եվ մի եղբայր գրում է, ասում է, Հիսուս այդտեղ չի խոսում լեզվի փոքր ինչից, սայթակումից, սխալ արտահայտությունից, այլ այն խոսքերի, որոնք բացահայտում են մարդու բարոյական եւ հոգեվոր կարգավիճակը։ Այսինքն նորից ենք խոսում, որտեղից են ծնվում այդ խոսքերը, սրտից են ծնվում։ Հետևաբար այն ինչ որ ասեցիր, ցույց է տալի քո սրտի կարգավիճակը։ Հետևաբար այդ խոսքերով էլ նաեւ ինչ ես անելու, դատապարտվելու ես։ Խոսքը դառնում է սրտի վկայության մի առիթ, հնարավորություն։ Մարդի խոսքը բացահայտում է, ինչն է նա սիրում, ինչին է հավատում, ինչի դեմ է պայքարում, ում է ենթարկվում եւ այլն եւ այլն եւ այլն։ Երբ որ ասում է դատաստանի օրը հաշիվ պիտի տա, նայեք, սա հիշեցնում է, որ վերջի վերջում մարդկության պատմությունը գնում է ինչի ատյանի առաջ կանգնելով։ Բոլոր մարդկությունը վերջի վերջո կանգնելու է ատյանի առաջ։ Ընդունենք դա, չընդունենք, հավատանք, որ դատավոր կա, չհավատանք, որ դատավոր չկա, բան չի փոխվելու։ Վերջի վերջո բոլոր մարդկության ընթացքը կանգնելու է ատյանի առաջ։ Փարիսեցիները ինչ ընտրեցին։ Ընտրեցին մերժումը։ Ընտրեցին Հիսուսին հակառակվելը եւ դրա որպես հետևանք ինչն է։ Դատապարտությունն է եւ դա հստակ երևում է իրենց խոսքերից նույնպես։
քո խոսքերով պիտի արդարանաս եւ քո խոսքերով պիտի դատապարտվես։ Գիտեք, հետաքրքիր բան կա խոսքի ու հավատի միջև։ Հռոմեացիս նամակի մեջ վերջացնում եմ 10-րդ գլուխ 9-ից 10 համարներում Պողոս առաքյալը գրում է, ասում է, որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Քանի որ ուշադրություն դարձեք, սրտով հավատում են արդարանալու համար եւ բերանով դավանում են փրկության համար։ Ինչի համար է Պողոս առաքյալը բերանն ու սիրտը կապում։ Նորից այդ ամեն ինչը կապված էր այն ամեն ինչից, ինչ որ խոսեցինք, որտեվ արտաքին խոստովանությունը ի՞նչ է ցույց տալի։ Մեր ներքին կարգավիճակն է ցույց տալի։ Խոսքը չի գնում դերասանությանը, որտեվ դերասանություններ շատ ենք տեսել։ Վաղ թե ուշ է դերասանությունը արտահայտվում է։ Ոնց որ Հովհաննեսն է ասում, շատերը կային մեր մեջ էին, բայց մեզանից չէին։ Դրա համար ինչ եղան։ Դուրս եկան, գնացին, ամեն մեկ իր ճանապարհով գնաց։ Կարանք ժամանակավոր խաղ խաղանք։ Բայց Տիրոջ առաջ չես կարա խաղ խաղաս։ Բայց հակառակն էլ է ճիշտ, ժողովուրդ։ Երբ որ իրապես խոստովանում ենք եւ իրապես հավատում ենք, որտեվ եթե հավատացել ենք, այդ բերանից էլ նաեւ այդ դավանությունն է գալու։ Ուրեմն ինչ պետք է անենք։ Պետք է ուշադիր լինենք, որպեսզի այն ամեն ինչ որ լսում ենք, Տիրոջ առաջ հնազանդությամբ քայլենք։ Իսկ եթե որևիցե բան կա մեր կյանքում, որը որ չի համապատասխանում մեր հավատքին, պետք է դրա մասին լուրջ մտածեմ, իրապես Քրիստոսին եմ, թե չէ։ Թե ուղղակի դեր եմ խաղում, թե ուղղակի ինքս ինձ եմ խաբում։